Карабахе решалась судьба всей Армении. И рядом с карабахскими братьями встали армяне с Пюрка, те, кто по зову крови пришли на помощь Карабаху. Они внесли свой вклад в победу, выполнив завет предков. Արմիկը երկար ժամանակով եկավ Ղարաբաղ։ Եկավ ու հաղթանակը մինչև վերջ կերտեց, ինքը մնաց։ Դրսից Սփյուռքից ոգևոր եկել են մեր մոտ Ղարաբաղցիներին դա հրացիչ ոգևորում էր այն իմաստով, որ առաջին էլեմենտներն էր մեր ԼՂ հիմնարարցը միջազգայնացնելու քայլերը, ոնց որ մենք մենակ չենք հասկանում ճիշտ ասած։ Իսկապես հպարտություն է, իսկապես ուրախություն է, որ բախտ վիճակվեց այնպիսի ժամանակաշրջանում ծնվենք եւ մեծանանք, որ կարողացանք ինչ-որ ձևով մեր հայրերի կիսատ թողած գործը ինչ-որ չափով ինչ-որ մակարդակ, ինչ-որ քայլ դեպի առաջ տանենք։ Եկել Հայաստան եւ առաջի օրվանից հայտնվել է Ղարաբաղում։ Եվ առաջի օրվանից եւ մինչեւ պատերազմի վերջ, ես կասեմ նույնիսկ մինչեւ այսօր, որտեղ վտանգ կա, Հարմիկ առաջի գծում է։ Հարմիկ Հովսեփյան, Շուշիի առանձնակի դաշնակցական գումարտակի վաշտի հրամանատար եւ ռազմական հրահանգիչ։ Նա Ղարաբաղ եկավ Իրանից։ Նա օժտված էր ոչ միայն մարտիկի բնատուր տաղանդով, արևելյան մարտաձևերի վարպետ էր, զենքի եւ մարտական վարպետության նրբությունների գիտակ։ Մարզեց եւ դասյարակեց հարյուրավոր ղարաբաղցի մարտիկների։ Հարմիկը եղել է հավանաբար առանց չափազանցության ամենակաչերից մեկը։ Եղել է ամենախիզախներից մեկը, ամենահամարձակներից մեկը, ամենագիտակ զինվորը։ Մեծահոգիությունը, որտեղ ուժեղ է, բարիությունը, որտեղ կար եւ ունի напատակ։ Արդար էր ու ազնիվ իր ընկերների հանդեպ։ Мог ли Хармик с колыбели не впитать в себя любовь к Армении, не мечтать о возрождении родной страны? Перед его глазами был пример дедов, деятелей национально-освободительной борьбы. Его семья свято хранила память о жертвах армянского народа, об утраченной свободе и земле. Ազգային դասյարակությունը մանկության հասակից փոխանցվել այն թե ծնողներից միջոցով, թե տատիկից եւ պապիկից միջոցով։ Հարմիկ Հովսեփյանը ծնվել է 1961 թվականին Իրանի Գիլան գավառի Ռեշտ քաղաքում։ Հորական պապը Իրանում հայտնի հայ ազգային եւ քաղաքական գործիչ Հայկ Հովսեփյանն էր։ Մորականը հայտնի ազգային եւ պետական գործիչ Համբարձում Տերտերյանը, հայկական առաջին հանրապետության ազգային ժողովի падգամավոր, իսկ հետո ֆինանսների եւ հասարակական օգնության նախարար։ Երբ լրացավ Հարմիկի 6 տարին, ընտանիքը տեղափոխվեց Թեհրան։ Այստեղ Հարմիկը սովորեց Ռոստոմ եւ Մարի Մանուկյան հայկական վարժարանում, դարձավ ոսկերիչ եւ թվում էր արժեվում խաղաղ ու ապահովված կյանք է։ Այսինքն մեր ընտանիքի մեջ երբեք ազգային դասյարակության պակասը չի եղել։ Միշտ այսպես սովորել ենք, որ օրերից մի օր պետք է վերադառնանք մեր հայրենիք, պետք է տեր կայնենք մեր ունեցվածքին։ Мог ли Хармик жить спокойной жизнью, когда родовая память обжигала ему душу? Он не мог знать, что ему доведется воевать за восстановление исторической справедливости и за будущее своего народа. Но с юности стал готовить себя к борьбе. Արմիկը մանուկ հասակից անդամակցում էր երիտասարդական հայկական կազմակերպություններին։ Այստեղ հայ երիտասարդությունը ոչ միայն հայրենասիրական ոգով էր համակվում, այլև ռազմական գործեր ուսումնասիրում։ Անցյալի տխուր դասերը սովորեցնում էին, որ հայ պատանին պետք է մարտիկ մեծանա։ 1983-ին Հարմիկը ընդունվեց Դաշնակցություն կուսակցության շարքերը։ Ինքը եղել է քաղաքական մարդ։ Ինքը նվիրվել է մինչև վերջ երկրին, պայքարին, Ղարաբաղին, բայց դրա դիմաց ոչ մի բան չի ակնկալել։ Նույնիսկ այդ նվիրումը մեծ առավելություն չի համարել։ Знал ли Армик, отправляясь на службу в иранскую армию, насколько бесценным в его жизни окажется этот опыт? Он с жадностью осваивал солдатскую науку, учился владеть всеми видами оружия, постигал секреты воинского мастерства. Словно чувствовал, что скоро эти знания ему пригодятся. Արդեն ծառայության ընթացքին են, որ 1988 թվականի Արցախյան դեպքերը սկսվեց։ Եվ ես կարծում եմ լավ առիթ է, որ իմ գիտելիքները, իմ հնարավորությունները կարողանամ ինչ-որ ձևով գործի դնեմ եւ ինչ-որ չափով կարողանամ նույնիսկ փոքր լոմո ունենամ այս մեծ շարժման մեջ։ Արևելյան մարզաձևերի տիրապետումը իր մեջ ստեղծել է մի յուրօրինակ պատկեր հոգու եւ մարմնի
հավասարակշռված իրավիճակ։ Ցանկացած իրավիճակում հանդարտեցնել իրավիճակը, ցանկացած իրավիճակում պահպանել ներքին հավասարակշռությունը, երբեք հակասության մեջ չմտնել, համերաշխ լինել ինքդ ներքուս, որպեսզի կարողանաս այդ համերաշխությունը տարածել նաև դրսի նկատմամբ։ 1986-ին Հարմիկ Հովսեփյանը զորակոչվեց իրանական բանակ։ Ընթանում էր Իրանա-Իրաքյան պատերազմը։ 26 ամիսների ընթացքում, որոնք անցկացրեց պատերազմող երկրի բանակում, Հարմիկն իսկական զինվոր դարձավ։ Իսկ երբ զորացրվեց, արդեն սկսվել էին Ղարաբաղի դեպքերը։ Դիմեցի մեր կենտրոնական կոմիտեի պատասխանատուին, Էնժան Անկեր Ալբերտին, եւ պատրաստականությունս հայտնեցի, որ եթե պետք լինի ինձ նկատի ունենան, ես պատրաստ եմ գնամ եւ ծառայելու, ինչքան ժամանակով որ պետք է, ինչ պայմանով որ պետք է, որ շրջանում որ պետք է։ Мог ли Армик, воспитанный на идеалах национальной освободительной борьбы, остаться в стороне, когда история вновь поставила на карту вопрос жизни и смерти его народа? Он, мастер восточных единоборств и умелый солдат, точно знал отныне, где его место. Չէի կարող ինքս իմ խղճի հետ հաշտվեի, որ ես Պարսկաստանում հանգիստ իմ կյանքով ապրեմ, բայց Արցախում իմ ժողովուրդը ֆիզիկական անվտանգության տակ են։ Եվ իսկապես գլուխս հանգիստ չեմ կարող բարձին դնել։ Որոշեցի գոնե ինչ-որ ձևով ներկա լինեմ, գոնե ինչ-որ ձևով կարողանամ հարատեմ այն մտահոգությունները, որ կարող էր տարիներ հետո իմ խղճից վրա ազդել։ Հարմիկն ամբողջ հոգով ձգտում էր դեպի Արցախ, սակայն այլ երկրի քաղաքացու համար դա հեշտ չէր։ 1990-ի սեպտեմբերին սպասված ժամը հասավ։ Դաշնակցություն կուսակցությունը Հարմիկին գործուղեց Ղարաբաղ, ամենացավոտ կետերից մեկը՝ Շահումյանի շրջան։ Պետք էր կազմակերպել ինքնապաշտպանությունը, մարտնչել սովորեցնել ոչ միայն գյուղի բնակիչներին, այլև նրանց պաշտպանելու եկած հայ երիտասարդությանը, խանդավառված, բայց հաճախ անփորձ տղաներին։ Հիմնականում իր անձնական որակական հատկություններով ինքը բավականին հանգիստ եւ արեստավար եւ բանիմաց ինստրուկտոր էր։ Ինքը շատ պարզ, շատ ընկերասեր, շատ ազնիվ տղա է։ Իր ազնվության համար, ամեն ինչի համար են սիրել։ Իր քաջության համար, ազնվության համար։ Здесь, в Шаумяне, судьба свела Хармика с людьми, ставшие потом настоящей легендой. Шаген Мегрян, Татул Карпеян, Карот Макырчан, Петрос Гевундян, Мамвел Эгиазарян. Вместе с этими героями Хармик участвовал в создании первых отрядов самообороны. Благодаря им необученные добровольцы стали настоящими воинами. Գիտությունը զենքի եւ պատերազմի արվեստի հետ կապված շատ մեծ էր եւ շատ էր տարբերվում մյուսներից։ Бойцы Гюлистана, Вереншена, Бузлуха, Монашида, армянских Борисов, ставшие потом ядром многих подразделений Карабахской армии, свои первые боевые навыки получили от Армика Овсепьяна. Его уроки спасали им жизнь и помогали одерживать победы. Ինքը եղել է նաեւ շատ գիտակ զենքերի։ Առաջի ուղղաթիռը Հարմիկն է զարնել, Ստրելաով Շահումյանում, որ մենք չգիտենք Ստրելան ինչ է, դե զենքն ունեինք, բայց օգտագործման եւ պատկերացում անգամ չունեինք։ Հարմիկ այդ զենքը վերցրեց եւ դրանով առաջի ուղղաթիռը խփեց։ Տղերքին մարզումներից հետո, երբ որ արդեն երթում էին ընդունում, որ զենքը պետք է օգտվեն մենակ ինքնապաշտպանության համար, զենքը պետք է ընդունեն, վերցնեն մենակ իրանց գյուղը եւ ժողովուրդը պաշտպանելու համար, այնժամ զենք էր վստահում իրենց։ Շահումյանում նա կես տարի անցկացրեց։ Հարմիկը հասկացավ, որ այսուհետ իր կյանքը կապված է հայրենիքի հետ։ Եվ 1991 թվականին նա զբաղված էր վերջնականապես Հայաստան տեղափոխվելով։ 1992-ի մարտին ընդմիշտ վերադարձավ արդեն անկախ Հայաստան ու միանգամից մեկնեց Ղարաբաղ, որտեղ արդեն իսկական լայնածավալ պատերազմ էր սկսվել։ Հարմիկը մտավ Ժիրայր Սեֆիլյանի դաշնակցական վաշտ, որը հետո դարձավ Շուշիի վաշտ, իսկ ավելի ուշ առանձնակի գումարտակ։ Այստեղ նա մասնակցեց Կրկժանի համար մղվող մարտերին, իսկ ապրիլին գործուղվեց Մարտակերտի շրջան։ Արցախի հյուսիսում ամպեր էին կուտակվում, եւ Հարմիկը իր կազմակերպչական ընդունակություններով ու մարտիկներին սովորեցնելու ունակությամբ պետք էր այստեղ։ Մեր պայքարի, Ղարաբաղյան պայքարի դաշնակցությունը թե ունի մեկ հավաքական կերպար, որով կարող է ինքը ներկայանա, առաջինը Հարմիկն է, իր կողքին Աշոտ Ղուլյանը, Ասկոլկանը, որոնք նկարագրով շատ նման էին։ Շատ անգամ սփյուռքահայերը շատ դժվար էին մերվում մեր տղաների բնավորության գծերին,
լինում էր պահեր, երբ որ հումորային կատակ եւ այլն, Արմիկը այդ պահերը շատ հեշտությամբ տանում էր։ Եվ ինքը հետագայում այնպես մերվեց մեր տղաներին, որ նույնիսկ անգամ չենք տարբերում իր բնավորության գծերը, որ ինքը թվար թե եկել է Սփյուռքից եւ միացել է մեզ։ Ինքը օտար չմնաց, լիներեք արտահայտությունից, ինքը աղբար չմնաց Հայաստանի մեջ, ինքը հայաստանցի դարձավ, ինքը դարձավ տղաներից մեկը, չէր կարող իրան զանազանել։ Արմիկը տղաներից էր, որը միշտ գրողային խմբի մեջ է գտնվել, դա յուրաքանչյուր գումարտակ, յուրաքանչյուր միավոր ունեցել է ինչ-որ մի հատ կմախք կամ կորիզ, որի վրա հիմնվել է ամբողջ գումարտակը, թե այդ հիմնական կորիզներից մեկը, որի վրա հիմնվել է նաև գումարտակը, դա Արմիկն է, որպես բաղկացություն։ Այն, որ որոշումը կայացվում է, եւ մեր տեղացի տղաները շատ արագ ենթարկում են Արմիկին, դա ձեռք չի բերվել մի անգամից։ Դա ձեռք է բերվել քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Առաջնորդը պետք է ճիշտ որոշումներ կայացնի։ Զինվորը կգնա նրա հետևից, որ ում վստահում է, իսկ վստահում է նրան, ով իմաստուն է, ով գիտի ճիշտ որոշումներ կայացնել, ով գիտի նաև իր հետևից գնացողի արժեքը։ И вновь судьба свела Армика с легендами Арцахской войны. В Мардакерте он познакомился с Владимиром Балаяном и Леонидом Аскалдяном. Два выдающихся командира создали один из самых боеспособных отрядов Карабахской войны. Примерное подразделение отлично обученных и подготовленных бойцов. И даже им пригодились те знания и военные тонкости, которыми обладал Армик. Он до сих пор гордится, что однажды целый день тренировал этих уникальных бойцов. Որը որոշեցին ինձ ուղարկեն Կարմրավանի Քաջավանի շրջանը, որոնց դե տղերքի հետ մարզումներ անցացնեն։ Այդպես էլ եղավ։ Մեկ շաբաթ տարածության վրա վերադարձա նորից ներքին հորաթաղ, որը արդեն եղա ներքին հորաթաղի ջոկատի կազմի մեջ եւ թե մարզումներ էին անցացնում, թե պարտավորված, քանի որ տղերքը պատերազմի էին գնում, ինքնապաշտպանության գործողությունների մեջ էին մասնակցում։ Զենք գալիս են, որ մտնեն, անդամագրվեն Ռադիկի ջոկատով, եւ այդ բոլորը անցնում են ոնց որ Արմիկի միջոցով, Արմիկը իրանց հետ պարապում էր եւ հետո ներկայացնում էր հրամանատարին, որ մարդը արդեն արժանի է զենք կրելու եւ այլն, այդպես Նատ այսպես կոչված սելեկցիա էր անում։ Արմիկը հպարտանում էր իր մարզած մարտիկներով, բայց նրան անհանգստացնում էր հայոց ինքնապաշտպանական ուժերի անջատ գործելը, նրանց չափազանց հանգստությունն ու ինքնավստահությունը։ Այդ էր հիմնական մեր ձախողության պատճառը չափից դուրս ինքնավստահությունն էր։ Այն իմաստով, որ մարտիկ մտածեցին, որ Շուշին եթե ազատագրվել է, պատերազմը վերջացել է։ Շատ ջոկատներ վերադարձան Հայաստան։ Այսինքն Լաչինի միջանցք բացվելու բերումով վերադարձան Հայաստան։ Որպես Արմիկ զինվորական կուզենայի նշել նրա հեռատեսությունը, այսինքն հակառակորդի դիրքի գրավումից հետո հետագա խնդիրը ինչու՞մ պետք է կայանա, ոչ թե տարվել նրանով, որպեսզի ուրախանանք, որ այս դիրքը գրավել են հակառակորդին, այլ ինքը տանց հետո փորձում էր կամ իրադրությունը զարգացնել, ստեղծել պաշտպանության համակարգ, շրջանաձև պաշտպանություն միգուցե, որպեսզի կարողանա բարեհաջող այդ խնդիրը հասցնի այդ տրամաբանական ավարտին։ Մեզ համար մեծ դաս եղավ, որ շատ ավելի հեշտ է դիրքը գրավելը, քան թե պահելը։ Այսինքն հիմնական հաղթանակի գրավականը, եթե ինչ-որ շրջան ես ազատագրում, ազատագրած շրջանը պահելն է նախ եւ առաջ։ Մի այսպիսի պահ ստացվեց։ Դիրքապահները թողել էին դիրքերը եւ եկել էին մեզ ընդառաջ դիմավորելու։ Հանդիպեցինք դիրքապահներին փաստորեն Կորգան գյուղի մատույցներում եւ Արմիկի զարմանքն ու արտահայտությունը։ Տղերք, այս դիրքերը վերցնելու համար մենք զոհ ենք տվել եւ ուրիշ ոչ մի բան։ Շատ հանգիստ վերադարձեց այդ տղաների նորից դիրքեր եւ արագ կազմակերպեց դիրքերի ընդունումը հանձնում ինչպես որ կարգն է, ինչպես որ պատշաճ է։ Что пришлось пережить Армику, когда летом 92-го разразилась катастрофа Шаумяна и Мардакерта. Когда словно рухнуло все, чему он отдал столько сил и знаний. У армянских отрядов хватало сил только прикрывать бегство десятков тысяч мирных жителей. Ճիշտն ասած, նախ եւ առաջ Շահումյանի հարցը որ եղավ, ես ճիշտն ասած չէի հավատում, որ Շահումյանը կարող է ընկնի։ Այսինքն 90-91 թվականին Շահումյանը համեմատած Արցախի մյուս տարածքները շատ ավելի կազմակերպված, շատ ավելի զինված էր։
Եվ համարյա թե անհավատալի էր ինձ համար, որ այդքան կարճ ժամանակով կարող է Շահումյանը ընկնի։ Մինչև գաղթականներին չտեսա, ժողովրդին, որ այդպես մեքենայով, ոտով, մեկը ձիով, մեկը ինչ հնարավորություններով ունի, երեխեքին բանին, հավատս չեկա, որ Շահումյանը ընկել է։ Շահին Մեղրյանի ընտանիքին անդամներից մի քանիսին տեսա, հորը տեսա, որ հոնգուր լացում էր, ասում էր, որ բանը։ Պատիվս թողել եմ Շահումյանին։ Արմիկին որպես չափազանց արժեքավոր հրահանգչի եւ մարզչի զերծ էին պահում մարտական գործողություններին մասնակցելուց։ Այստեղ Մարտակերտի մոտ, Պուշկինյալում, ներքին Հորաթաղ գյուղի մոտ Արմիկ Հովսեփյանը խախտեց հրամանատարության հրամանը եւ անձամբ մարտի մեջ մտավ։ Այդ օրից նա զինվոր դարձավ եւ արդեն ոչ միայն պարապմունքներին ու մարզումներին, այլև մարտում էր ցույց տալիս իր սան մարտիկներին, թե ինչպես է պետք մարտնչել։ Խիղճս չէր տանում այսպես կոչված, որ ես մենակ մարզիչ լինեմ եւ տղեկը կենաց մահուկրիվ են տալի եւ ես չմասնակցեմ այդ ամեն ինչին։ Եվ երկար քաշքշուկներից հետո, վեճերից հետո պատասխանատուները համաձայնվեցին, որ թույլ տան ես էլ մասնակցեմ պատերազմին։ Պատերազմը ինքը մեծ աղետ է, անկախ իր բնույթից։ Դա չափազանց մեծ աղետ է, մեծ չարիք է։ Պատերազմը ամենաթողտվություն է, պատերազմը անպատասխանատվություն է, անպատժելիություն է շատերի համար։ Հարմիկ այդպեսին չէր։ Նա գիտեր ուր է եկել եւ ինչու եկել։ Նա հասկանում էր գործի մեծ արժեքը եւ այստեղից իր մոտ դրսեւորված մեծ պատասխանատվություն է։ Արմիկի տարբերություն շատ-շատերին եւ հրահանգիչ էր, եւ հրամանատարը, եւ զինվոր էր, դրա հետ մեկտեղ նաեւ Արմիկը նաեւ հատուկ գործողությունը իրականացնող անձնավորություն էր։ Եվ այդ ամենը Արմիկի մոտ շատ փայլուն ստացվում էր։ Երբեք ուրիշից չէր պահանջում, բայց ինքը իր կյանքով, իր գործով հա ցույց էր տալի, թե ինչպես պետք է անել։ Այսինքն երբ տեսնում ես հրամանատարը, քո մեծ ընկերը, ինչպիսին է, անկախ քեզանից դու այդպիսին ես դառնում։ Ուրեմն առաջի պատերազմը ամենատպավորիչն էր ինձ համար, առաջի այսպես կոչված գրակի մկրտությունը, մինչև երեկո տևավ կռիվը։ Ուրեմն արդեն մութը ընկեր, ենթադրում ենք, որ իրանք էլ պետք է հետ քաշվեն, որովհետև իրանք էլ են սպասում են մութը ընկնելու։ Տղերքից մեկը ասավ, որ Վազգենյանով ընկեր ունենք, որ Վազգենը իջել է սպանված ադրբեջանցիների զենքերը հավաքի։ Եվ Վազգենին չենք կարող մենակ թողնենք։ Մենք էլ իջացինք գետը անցնենք, որ Վազգենին գտնենք։ Եվ այդտեղում շատ ուժեղ ընթարում գնաց։ Դժբախտաբար Վազգենը նահատակվեց, բայց մնացյալ, ինչպես ասած, ադրբեջանական հետախուզական խումբն էլ տեղում ոչնչացավ։ Ականազերծող լինելուց նաև լավ հետախույզ էր։ Իրադրություն արագ գնահատում էր Արմիկը եւ կարողանում էր արագ կողմնորոշվել անտառի մեջ նամանավանդ որ ուղղությամբ հարձակումը զարգացնելու կամ հակառակորդին շրջանցելու առումով։ Իր քաջությունը, համարձակությունը, իր հանգստությունը կռվին եւ դժվարության վերաբերվելու իսկապես մեկ առավելություն էր, որ ուներ իր շրջապատի նկատմամբ։ Отчаянное сопротивление позволило на время остановить врага. Но было очевидно, что без настоящей армии, организованной, с железной дисциплиной, подчиненной единому командованию, войну не выиграть. Շարժվեցինք առաջ, բայց ստացվեց մի պահ, որ որոշումը շատ արագ Արմիկի առաջնորդությամբ կատարվեց, դիրքը հարմար չէր հետևից ադրբեջանական դիրքերը վերցնելու համար։ Մոտ 1 մետր բարձրությամբ խոտ, երկու դիրքերի արանքում աննկատ մոտենալ եւ հարվածել, տեսադաշտ ունենալով ռազմական տեսանկյունից շատ սխալ։ Եվ շատ արագ որոշում է Արմիկի վերադառնալ եւ հարվածել ճակատից։ Շատ արագ կազմակերպեց այդ ամեն ինչը։ Ճակատ հարվածեցին եւ րոպեների ընթացքում վերցրեցին մոտարպես 1 կիլոմետր առաջ շարժվեցին։ Ժիրայր Սեֆիլյանի ու Պետրոս Ղևոնդյանի հետ նա մասնակցում է Շուշիի 777-րդ մոտոհրաձգային առանձնակի գումարտակի ձևավորմանը։ Եվ արդեն Շուշիից Վաշտի հրամանատար Հարմիկ Հովսեփյանը ուղևորվում է Կիչյան Սրխավենտ ուղղությունը պաշտպանելու, որտեղ թշնամու կողմից ճեղքումը Արցախի համար գրեթե անխուսափելի կործանում էր նշանակում։ Չէին սպասում երևի այդ հարվածին։ Թեկուզ մենք էլ կարող է պատրաստ չենք, որովհետև մենք սովորել ենք ջոկատային համակարգով կռվելը եւ ադրբեջանցիները միանգամից մեր դիմաց հանեցին բանակ։ Ժիրայր Սեֆիլյանը տղերքին ուղղակի երկիչ մատիչին, Մկրտիչ-Մկրտչյանին ուղղակի որ ինձ բերեն Վաշտ։ Վերադառնալու պահին քանի օր հետո ընկերանը կապնվեց եւ խնդրեց ինձնից, պահանջեց ինձից, հրահանգեց ինձ, որ Ժիրայր Սեֆիլյանին օգնեմ, որ գումարտակը կազմավորվեն։ Անդե արդեն պետոն էր կար։
Այսինքն նույնիսկ եթե ես էլ չելնեմ պետուն ժիրոն կարող են այդ գործ անեն, բայց ես էլ կարողացա ինչ-որ չափով իմ ներդրում ունենամ։ Бои за Кичан и Сархавен стали одними из судьбоносных. Шушинскому батальону с большим трудом удалось остановить азербайджанцев, дав время на формирование армии обороны Карабаха. А затем враг был отброшен, и в войне наступил перелом. Պարկասում էր գումարտակը տոն կարողացավ մյուս արցախյան ազատամարտիկների հետ, արցախյան մյուս զորամիավորումների հետ Կիչան Սրխավենդում թշնամու առաջ խաղացը դադարի։ Մեր տղերքը պատահեց, որ Պետոյի ղեկավարության 3 անգամ ընկան շրջապատման մեջ, Պետոյի, Աբոյի եւ մյուսների հրամանատարության տակ, բայց չնահանջեցին։ Եվ այն վստահությունը, որ նա ուներ զինվորների մեջ, վաստակած վստահությունը, հենց այդպես չէր տրվել։ Դա տրվել էր ամենօրյա քրթական աշխատանքի շնորհիվ։ Իմանալ ավելին, սովորացնել քո շրջապատին, ինտենսիվորեն անցկացնել դասընթացներ, որպեսզի ոչ մի զինվոր առանց պատրաստվածության չլինի, չհայտնվի հանկարծ դիրքերում։ Եվ դա եղել է մեր գումարտակի հաջողության գաղտնիքներից մեկը։ Երբեք մեր տղերքին առանձի փորձառության դիրքեր չենք ուղարկել։ Նախ եւ առաջ պետք է իրանց հետ պարապենք, վստահ լինենք, որ գոնե զենք օգտագործելը պատասպարվելը գիտի, հետո ենք իրան վստահում այնպիսի տղերքի հետ ուղարկում դիրքերը, որ իրանք փորձառություն ունեին։ Կը հիմնականում գրոհային անձնակազմի մեջ էր, հարձակումները բոլոր հարձակումներին ինքը գրեթե մասնակցում էր, գրեթե բոլոր հարձակումներին։ Ես չեմ կարծում շատ մեծ գործ արած լինեմ։ Այսինքն իմ ընկերներից ես այնպեսի հերոսություններ եմ տեսել, իմ կողքին եղած հերոսներից այնպեսի քաջագործություններ եմ տեսել, որ իմ արածը շատ փոքր է իրանց արածի դիմաց։ Բայց ես կարծում եմ բախտը ունեցել եմ մի հատ ալեկոտ ծովի կաթիլ լինեմ, որը ջախջախել է թշնամու ժայռը, այսպես կոչված։ Արմիկ Հովսեփյանին վիճակվեց մասնակցելու կարևորագույն մարտերին։ Նա իր վաշտով հայտնվում էր այնտեղ, որտեղ ամենատակնապահարույց վիճակն էր ստեղծվում։ Դեսնոյի շրջանում հետ էր մղում ադրբեջանցիների հակահարվածը Լաչինի միջանցքի վրա։ Ներխուժած թշնամուց հետ էր վերցնում Օմարի Լեռնանցքը։ Մարտնչում էր Ֆիզուլու շրջանում, երբ Ադրբեջանը հարձակման էր նետում իր բոլոր ուժերը, ներառյալ հազարավոր աֆղան եւ չեչեն վարձկաններին։ Ծանր մարտեր էին։ Արմիկն էլ էր այնտեղ, իրար հետ էին։ Գալիս էին լեգիոնի նման, հռոմեական լեգիոնները տեսել եք։ Այդպես էին գալիս։ Լավ կոտորեցին։ Այդ օպերացիայի ժամանակ Արմիկը իրոք ցույց տվեց հրամանատարի ունակություն, կրակայի մեծ ազդեցության տակ հակառակորդի պահեց խրամատի մեջ, որպեսզի հակառակորդը չփորձի գլուխ բարձրացնի եւ բարահաջող այդ կարևորագույն բարձունքը տղաները կարողացան մտնել։ Մաքսիմումը ներդնելու ինչ որ չափով ավելի հաջողության նման էր դա։ Արմիկը միշտ գրոհային հատվածներում էր գտնվում, միշտ բոլոր հետախուզություններում հիմնականում ինքն էր մասնակցում։ Ինքը փոխանցում էր բացի գործնական բաները, նաև հոգեբանություն, նաև մոտեցում, վերաբերմունք։ Карабахская армия продвигалась вперед, освобождая землю Арцаха. Мардакер, Кубатлы, Джибраиль, Зангелан. В этих боях сражалась рота под командованием Армика Овсепяна. Իրամով զարգացած է նմանատիպ հատկություն, իրադրությունը գնահատելու համեստաբար կարող էր ինքնուրույն իր վրա վերցնել խնդիրի կատարումը եւ այդ խնդիրը պատվով կատարել։ Շամիլ Բասայովը միջև մահ խոստովանում է, որ 2 անգամ պարտվել է պատերազմում, 2 անգամ էլ նա դեմբեր զորամասներ կանգնած։ Օպերացիան շատ լավ էր Արմիկը կռվում։ Լավ հրամանատար էր, չափազանց լավ ընկեր, որ հազվադեպ։ Ինչպես մարտական տղերքն են ասում, կարելի է հետախուզության գնալ։ Դժբախտաբար հադրութի տղերքից 2 հատ զոհ ունեցան, բայց մեր տղերք կարողացան այն պարտականությունը, որ ստանձնեին, կատարեն։ Այսինքն կարողացան 3-4 գյուղ դեպի առաջ գնան եւ սպասեն երկրորդ հարձակմանը, որը պետք է հյուսիսից դեպի հարավ իջներ, դեպի Զանգելան։ Իրոք ուներ ինքը օբյեկտիվ կանխատեսումներ։ Մարտական գործողությունների կամ ընտրությունների, ուղղության ընտրության պարագայում կամ խոսքի օրինակ եթե հարձակման ինչ-որ մի խնդիր էր առաջանում, Արմիկը եթե ասում էր սա ավելի հավանական ուղղություն է, արի սենց անենք,
դա հավատալու էր ու մեկնաբանելու չէր։ Իհարկե, դե զգում ես, որ հրամանատարը քո առջևում է, ոչ թե հետևում կանգնած ինչ-որ բարձունքի վրա քարտեզը դրած առաջ է, իսկ Արմիկը այդպես չէ։ Նա մեր հետ միշտ առաջի գծում է եղել։ Նա իսկական մարզական տղա է։ Իր կյանքի ամենաերջանիկ պահերը Հարմիկն ապրել է, երբ իր վաշտը առաջինը Արաքսի ափ հասավ։ Շատ հարյուրամյակների ընթացքում հայերն առաջին անգամ հետ բերեցին իրենց պատմական հողերը, հասան իրենց հինավուրց հայրենիքի սահմաններին։ Հպարտության մեծ զգացմունք ենք ապրում, նաև ափսոսանքի, որովհետև այն նվաճումների ժամանակ միշտ երազում ենք, որ մեր նահատակ ընկերներն երայվող չելնեին, տեսնեին այս ամեն ինչը։ Մարտակենտրոն աշխարհայացք, սերը դեպի պապերի երկիր եւ հարգանքը պարտքի զգացումը պապերի երկրի նկատմամբ ու պատասխանատվության խորը գիտակցում։ Այս ամեն ինչը բնորոշ էր հենց Հարմիկին։ Эта война для Армика была битвой за торжество правды и исторической справедливости, за свободу и землю, за будущее своего народа, в котором больше не должно остаться места для чувства боли и унижения. Ամենամեծ ձեռքբերումը, ես ասեմ, Արցախյան պատերազմին էս տարիների խաղաղությունն է, մայրերի քույրերի գլխին ռմբակոծություններ չի լինում, գնդակոծման տակ չեն։ Ամենամեծ ձեռքբերումը մեր արցախյան եւ հայաստանյան բանակի կայացումն է, ամենամեծ ձեռքբերումը մեր Արցախի պետության կայացումն է։ Հարմիկը հրադադարը դիմավորեց Մարտակերտում։ Արցախյան զինվորները հաղթական հարձակումները շարունակելու վճռականությամբ էին լի։ Թվում էր եւս մի փորձ եւ թշնամին վերջնականապես ու ընդմիշտ կտապալվի, բայց պատերազմն ավարտվեց եւ պետք էր խաղաղ կյանքի վերադառնալ։ Եկավ Ղարաբաղ, եկավ պատերազմ։ Պատերազմից հետ դուրս եկավ ավելի հզորացած, ավելի ուժեղ, չնայած մեծ կորուստներին, մի փոքր ավելի խեղճացած ընկերների կորուստով, բայց միշտ ուժեղ, միշտ արդար, միշտ ազնիվ։ Իր լավագույն հատկանիշները նա ոչ միայն չկորցրեց, այլ ավելի ամրապնդեց։ Հոգևոր իր համար դարձավ ավելի մեծ արժեք, քան նյութականը։ Ղարաբաղյան շարժման սկզբից մինչև վերջ, նույնիսկ անգամ շարունակությունը նա մնաց գումարտակում երկրաժամանակ, մինչև որ տղաները արդեն լիովին զորամաս անցավ բանակի ենթակայության տակ, նոր ինք անցավ իր քաղաքացիական պարտականությունը կատարմանը։ Еще в далеком 85 году Хармик встретил ту, что навсегда стала спутницей его жизни и борьбы, единомышленником и верным другом, готовым разделить все трудности и лишения. Алина не просто ждала мужа, пока он сражался на передовой. Она старалась облегчить карабахцам и жителям Армении лишение военного времени и даже была готова сражаться сама. В 96-м у них родилась дочь Люсине. Она растет достойной дочерью своих родителей и родины. Շատ ուրախալի է վերջիվերջո իմ դուստրը, ինչպես ասած, ծնվել է Հայաստանում եւ ապրում է Հայաստանում։ Այն հողջուրի վրա, որ իմ ընկերները կարողացել են ինչ-որ ձևով ապահովեն իր անվտանգությունը։ Արմիկը եւ տարայության մեջ այդպեսին եղե համեստ եւ իրանից տուկացով ապրելակերպով, այնպես էլ քաղաքացիական կյանքում Արմիկը համեստ շատ բարեհամբույր ընտանիք ունի։ Այսօր ինքը էլի կրկին շարունակում է ապրել նյութական փոքր նեղվածության մեջ, բայց հետաքրքիր մի փաստ։ Ինքը միշտ կարող է հայտնվել իր տղաների, իր ընկերների կողքին, երբ անհրաժեշտ է։ Ինքը տալիս է չվերցնելու ակնկալիքով։ Տալիս է, բայց դիմացը ոչինչ չի պահանջում։ Հարմիկը զորացրվեց 1994 թվականին, բայց կապը բանակի հետ մինչ օրս չի կորցնում։ Արցախի մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր կապիտան Հարմիկ Հովսեփյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կադրերի տնօրինության տակ է։ Այսօր Երևանում նա երիտասարդությանը մարտական վարպետություն է սովորեցնում։ Ջանում է նրանց իրպես ոգով ուժեղ, հմուտ եւ հայրենիքի քաչ պաշտպաններ դաստիարակել։ Մեր որակն է, որ կարևոր է։ Մենք մեր որակի վրա պետք է աշխատենք։ Մենք միշտ թշնամուն որակով այլ է, որ հաղթել ենք։ Եվ պետք է մեր որակի վրա աշխատենք։ Եթե Աստված մի արած վաղը միսօր նորից պատերազմը սկսի, ելի եմ ասում, բոլորս էլ պատրաստ ենք, ինչքան էլ дժվար պայմաններում լինենք, պատրաստ ենք գնանք առաջի գծում կայնել։ Патриотизм Хармика Овсепян был сильнее расстояний и границ. Он приехал в Карабах по зову сердца, сражался сам и учил других сражаться, учил побеждать.
Армик Овсепян стал примером не только для многих воинов Арцаха, но и для армян всего мира, для будущих поколений защитников армянской земли. И потому он герой.